200 գրամ, 150-ից 200 գրամ պճողակի համար ինձ անհրաժեշտ եղավ 5 միջին կամ փոքր կարտոֆիլ։ Եվ ողջույն բոլորին, այսօր կարտոֆիլ ենք լցոնելու, լցոնած կարտոֆիլ ենք պատրաստելու համեղ միջուկով, ջեռոցում, այդպես որ առաջարկում եմ առանց վայրկյան կորցնելու, արագ անցնել գործի։ Այսօր մեզ անհրաժեշտ է լինելու կարտոֆիլ, ցանկալի է որ վերցնեք կլորավուն կարտոֆիլ, այլ ոչ թե այս տիպի, սակայն այսպես էլ կարող ենք պատրաստել, ընթացքում փորելու ենք կարտոֆիլը եւ լցոնելու ենք տավարի միսը, տեսեք ինձ մոտ 300 գրամ տավարի միս է այստեղ։ Կարտոֆիլը մոտ 4-5 հատ, ինչպես նկատում եք, նաև անհրաժեշտ է լինելու ցանկացած կանաչի, վերցրել եմ սովորական թարմ համեմ, մի քանի ճյուղ, 4-5 ճյուղ, 1 հատ սող փոքր եւ համեմունքներ, աղ, սև պղպեղ, խմելի սունելի իհարկե, եւ կարմիր պղպեղ, ինչպես նաև բուսայուղ տապակելու համար, նաև ասեմ, որ իհարկե համեմունքները այս ճաշակի կարող են լինել, վերցրեք այն, ինչը երադասում եք։ Առաջնայդ նախնական կամ երբում ենք, կամ տվյալ դեպքում, ինչպես ես եմ նախատեսել, ջեռոցում պատրաստում ենք կարտոֆիլը առայժմ առանց միջուկի։ Դա արվում է նրա համար, որ կարտոֆիլը ամբողջությամբ լինի եփված արդեն վերջում։ Վերցրել եմ ջեռոցի համար նախատեսված այս ափսեն, յուղացուկ տան դրել վրայից։ Եվ հիմա ցուցադրում եմ ինչ է պետք անել կարտոֆիլի հետ։ Նախ եւ առաջ երկու կողմից այսպես կտրատում ենք, որպեսզի կարողանանք պատրաստի լցոնած կարտոֆիլը այսպես դասավորել, սա դրա համար է, իսկ վերևի հատվածը նրա համար է, որ կարողանանք այսպես գթալով փորել մինչև ներքև, սակայն այնպես ենք անում, որ ներքևի հատվածը, հատակի հատվածը հաստ լինի։ Սկսում ենք այսպես փորելը։ Նաև ասեմ, որ եթե ինչպես նշեցի սկզբում, չեք ուզում ջեռոցում պատրաստել կարտոֆիլը առանց միջուկի, կարող եք նախնական եփել կիսով չափ կամ 60-70%-ով, որից հետո նոր անցնել այս գործողությանը, որը ես հիմա կատարում եմ։ Սակայն այսպես էլ շատ հանգիստ գթալով կարելի է փորել, տեսեք, եւ հասնել անհրաժեշտ արդյունքի։ Այսպես փորեցինք, դնում ենք, ինչպես նշեցի, յուղաթղթի վրա եւ նույն գործողությունը անում մնացած բոլոր 4 կարտոֆիլների հետ։ Այսպիսի զամբյուղներ ենք ստացել։ Մնացած կարտոֆիլը, այս ավելորդ կարտոֆիլը կարող եք սրանից պարզապես խյուս պատրաստել կամ պարզապես դեն նետել, ինչպես կցանկանաք, մեզ անհրաժեշտ չի։ Հիմա բուսայուղին, որը ինձ մոտ մոտարապես 80-ից 100 մլ է, այստեղ շատ է, ես հիմա կեսը կհեռացնեմ եւ հեռացնելուց հետո կավելացնենք համեմունքները, այս համեմունքները, որոնց մասին խոսել եմ սկզբում, եւ գեղեցիկ կերպով կպատենք զամբյուղները, որպեսզի կարտոֆիլը լինի էլ ավելի համեղ։ Այսքանն ենք թողնում, մնացածը ես լցրեցի թավայի մեջ, որպեսզի տապակենք սոխը ընթացքում, մի փոքր ավելի ուշ, այժմ այս կարտոֆիլի համար նախատեսված բուսայուղի մեջ ես կավելացնեմ ընդհանրապես կարմիր պղպեղ եւ ավելացնենք պղպեղը քաղցրը, այսպես, առնել մոտ կես թեյ գթալ, ոչ ավել, խառնում ենք խոհարարական վրձինով եւ գեղեցիկ այսպես տակից վրայից տարածում ենք եւ քսում ենք բոլոր կարտոֆիլների վրա, այսպես, որպեսզի նախ եւ առաջ կարմրի բոլոր հատվածներից եւ համ հաղորդի լինի համեղ, պարզապես այսպես, որից հետո
Միանգամից ասեմ, որ ուղարկում ենք նախորդ տաքացված 200 աստիճան ջեռոց, առայժմ 20-ից 25 րոպե, առավելագույնս 30։ Մեզ անհրաժեշտ է, որ կարտոֆիլները եփված լինեն մոտարապես 60-ից 70%-ի չափով առայժմ նախնական, որպեսզի մսի հետ միասին հասցնեն եփվել արդեն լիարժեք 100%-ով։ Այդ ընթացքում մանր պետք է կտրատենք սոխը, երկու մասի կբաժանենք, կմարացնենք, ասպես, և հակառակ ուղղությամբ մանր քառակուսիների կբաժանենք, ասպես։ Ես ունեցել եմ արացնել թարմ համեմը, այս հատվածները պոչի հատվածները հեռացնում ենք, մնացածն էլ մանրացնում ենք։ Վերջում մոտենում ենք կրակին և տապակում սոխը, որից հետո կշարունակենք։ Ավելացնում ենք սոխը բուսայուղին, բուսայուղը մոտ 100 մլ, ոչ ավել, շատ չենք ավելացնում։ Քանի որ տապակվելուց հետո, լավ կարմրելուց հետո այս ամենը ավելացնելու ենք արդեն խճողակին և մի համեղ խճողակ ենք վերցնելու, լցոնելու ենք կարտոֆիլները և նորից ուղարկենք ջեռոց։ Հիմա բարձր կրակով սոխ առած ենք անում, լավ կարմրեցնելով սոխը։ Տեսնում եք, որ արդեն ոսկեգույն է դառնում, շատ արագ կերպով այս պահից սկսած առավելագույնս 1 րոպե, ոչ ավել, տապակում ենք և անջատում ու անցնում առաջ արդեն։ Այսպիսի տեսք պետք է ունենա այն տապակած սոխը կամ սոխառածը, որը ինձ այսօր անհրաժեշտ է։ Հիմա պատրաստում ենք խճողակը, 300 գրամ միջին յուղոտ տաղարի միս, հաղացած, ինչպես նշեցի, ավելացնում ենք հասի մեջ և հենց այսպես բուսայուղով, տաք վիճակում կամ սառը վիճակում, կապ չունի, ավելացնում ենք պատրաստի տապակված սոխը, այսպես, ավելացնում ենք համեմը կտրատված, ավելացնենք մոտ 1 ոչ լիքը թեյ գթալաղ, բավական է, խմելի սունելի, ինչպես նշեցի, սև և կարմիր պղպեղները, և կարող ենք մի փոքր էլ սխտորի փոշի ավելացնել, շատ քիչ ենք ավելացնում, իհարկե, 1 պտղունց բավական է, այսպես համի համար, որպեսզի թեթևակի շատ հետաքրքիր համ հաղորդվի, այս ամենը հիմա խառնում ենք և բուսայուղի հաշվին, սոխի հաշվին, խճողակը ընթացքում փափկելու է և հենց դա էլ մեզ անհրաժեշտ է։ Եթե ինչ-ինչ պատճառներով դա տեղի չի ունենում, կարող եք ավելացնել մի փոքր շատ քիչ ջուր, 100 մլ-ից քիչ, կամ պարզապես տոմատի մածուկ բացել ջրով և ավելացնել։ Ես այսօր հենց այս բաղադրիչներն եմ օգտագործելու, առավել ոչինչ ինձ անհրաժեշտ չէ։ Բավական է, խճողակները պատրաստ, մեզ մոտ կարող ենք ստուգել աղի քանակությունը, եթե անհրաժեշտ է էլի ենք ավելացնում, բայց կարծում եմ այսքանը լիովին բավական է, հերիք է։ Եթե աղ շատ եք սիրում, մի քիչ էլ ավելացրեք, իհարկե ստուգելուց հետո։ Ես հիմա կուղարկեմ սա սառնարան, մոտարապես 15-20 րոպե, մինչև կարտոֆիլի 60-70%-ով պատրաստ լինելը, որից հետո կլցոնենք և կանցնենք առաջ։ Դե ինչ անցավ 30 րոպեն, տեսնում ենք, որ 60-70%-ով, ինչպես նշել եմ, պատրաստ է կարտոֆիլը և մնացած 100%-ով պատրաստ կլինի արդեն խճողակի հետ միասին։ Հիմա լցոնում ենք յուրաքանչյուր կարտոֆիլը
Այսպես վերցնում ենք խճողակից և տեղավորում զամբյուղի մեջ այսպես։ Մի փոքր կլցնենք և վերջ։ Այսպես։ Եվ մնացածի հետ նույն գործողությունն ենք անում, երբ լցոնում ենք, պետք է մի փոքր սեղմենք, որպեսզի ամբողջությամբ լցվի զամբյուղը և ազատ տեղեր չմնան, դա ցանկալի է, այսպես։ Վերջ, մի փոքր ավելացնենք և կանցնենք վերջինին։ Վերջ, բոլոր 5 կարտոֆիլները լցոնված են, ինձ մոտ մնացել է խճողակի կեսի չափը մոտավորապես 200 գրամ, 150-ից 200 գրամ խճողակի համար, ինձ անհրաժեշտ եղավ 5 միջին կամ փոքր կարտոֆիլ։ Այս հաշվարկով կարող եք առաջնորդվել և հասկանալ, թե որքան կարտոֆիլ է ձեզ անհրաժեշտ և որքան միս։ Հիմա շարունակում ենք տապակելը կարտոֆիլը, ուղարկում ենք ջեռոց, նորից 200 աստիճանով ևս 20-25, առավելագույնս 30 րոպե և կլինի արդեն պատրաստ ուտեստը և կանցնենք վայելելու։ Մինչ այդ ինձ մոտ այստեղ սա պարտադիր չէ իհարկե այն ինչ ես հիմա անում եմ, բայց ինձ մոտ մնացել է այն թանձրուկից, որը մենք քսել ենք կարտոֆիլին տապակելուց առաջ, հիմա նորից կքսեմ այսպես կողքի հատվածներից, նոր կուղարկեմ արդեն ջեռոց, որպեսզի կարմրի գեղեցկանա։ Դե ինչ հարգելի ընկերներ, տեսեք, ավելացրել եմ նախև առաջ 30 րոպեին ևս 10-15 րոպե, ավելացրել եմ ջերմաստիճանը ևս 20 աստիճանով, որպեսզի լավ կարմրեցնենք և արդյունքում կարտոֆիլները լավ կարմրել են, ինչպես նկատում եք, և պատրաստ են արդեն։ Այսպիսի տեստ պետք է ունենա պատրաստի լցոնած կարտոֆիլը, այս բաղադրատոմսով անչափ համեղ է ստացվում։ Տեսնում եք ինչ հյութեղ է ստացվում խճողակը ներսի հատվածից, շատ փափուկ կարտոֆիլ է, հյուսանման, շատ լավ եփված և արտաքինից շատ լավ կարմրած։ Այսօրվա համար էլ այսքանն է նախատեսել, հորդորում եմ ձեզ պատրաստել այս բաղադրատոմսով այս հիանալի ուտեստը, վայելել և հիացնել ձեր տան անդամներին։ Իսկ այսօրվա համար այսքանը, շուտով կհանդիպենք, շնորհակալություն, ստեղծություն, մինչ նոր հանդիպում։